Բարեօր, սիրելի ունկնդիրներ։ Հենման կետում այսօր մենք երեքով ենք, Հակոբ Նալբանդը եւ Մհեր Բեջանյանը։ Եվ մենք բնականաբար խոսելու ենք մեր դարակազմիկ հարցերից, առայն թե ով ենք մենք, որտեղից եկանք եւ վերջապես ուր գնացինք։ Մենք իհարկե խոսելու ենք նաեւ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներից։ Եվ որքան էլ զարմանալի է, հունիսի 8-ը այնուամենայնիվ եկավ։ Ես բազմիցս այս ստուդիայում իմ հյուրերի հետ հանդիպումներում ասել եմ, որ հունիսի 8-ին մենք բոլորս պետք է շիտակ նայենք միմյանց աչքերի։ Հանրապետություն կուսակցությունը շարունակում է շիտակ նայել իրեն ընտրողների եւ առավել եւս իրեն չընտրածների աչքերին։ Մենք այդ մասին դեռ կխոսենք։ Եվ հունիսի 8-ի ստեղծված իրավիճակում, հունիսի 8-ին ձևավորված երկրում մենք շատ ավելի շատ հարցեր ենք ունենալու, քան ունեինք մինչև 9-րդ գումարման ազգային ժողովի ընտրությունը։ Եվ այնուամենայնիվ իմ հարցը, որ ուղղելու եմ թե պարոն Բեջանյանին, թե պարոն Նալբանդին, վերաբերվում է ընտրությունների արդյունքներով ստեղծված իրավիճակին, որովհետև մենք ունեցանք մի խորհրդարան, որտեղ ներկայացված են 3 քաղաքական ուժեր՝ Քաղաքացիական պայմանագիրը, Ուժեղ Հայաստանը եւ Հայաստան դաշինքը։ Բնականաբար քաղաքացիական պայմանագիրը պահպանեց իր մեծամասնությունը, բայց քոքը մաշեց Հայաստան դաշինքը եւ Հայաստան դաշինքի ձայները հիմնականում գնացին Ուժեղ Հայաստանին։ Մինչդեռ կարող էր բոլորովին այլ պատկեր լինել, եթե պատկան մարմինները կատարեին իրենց գործը։ Եվ ես ուզում եմ առաջին հարցը այսպես ձևակերպել։ Մի կողմից մենք ունենք հակակոռուպցիոն կոմիտեի բացահայտումներ, ունեինք, շարունակում ենք նաև հիմա այդ բացահայտումները ունենալ։ Մի կողմից մենք ունեինք նոր, այսպես բանաձևում, ընտրական տուրիզմ հասկացությունը, իսկ մյուս կողմից մենք ունեցանք ժողովրդավարական ընտրություններ։ Ինչ է դա հայկական ֆենոմեն, ոնց դա բացատրել։ Արդյոք ժողովրդավարությանը հարված չէին այս ընտրությունները։ Պարոն Բեջանյան, ձեր գնահատականը։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հարցի համար։ Եթե ընտրությունների արդյունքների մասին ենք խոսում, նշեցիք 3 ուժ, ուժերի անունները չկրկնեմ, ընդհանուր առմամբ պատկերը չի փոխվել։ Ունենք պարլամենտ, որում կան ռուսամետներ ու կան բալանսավորողներ։ Ընդհանուր առմամբ ընտրությունները, եթե 18-ից հետո դիտարկենք, ընտրությունների արդյունքների մասին խոսենք, ընտրությունների վրա ազդեցությունը, արտաքին ազդեցությունը 18-ից այս կողմ եղել է ամենամեծը, ինչը ունեցավ իր հետևանքը, ինչ վերաբերվում է գրանցել, չգրանցել դրսից տուրիստ եկած կուսակցության մասով։ Հունվար-փետրվար ամիսներին դեռ կանխատեսելի էր, թե ինչ ճանապարհով է գնում Ուժեղ Հայաստանը։ Եթե կանխատեսելի էր մեզ համար, բնականաբար կանխատեսելի էր նաև պատկան մարմինների համար։ Ինչի համար չարվեց բավարար քայլեր, որ չունենանք այս պարլամենտը, այդ հարցի հասցեատերը մենք չենք, գոնե սենյակում գտնվողներս, բայց որ դրա հետևանքով, եթե ասում եք ունեցանք հարված թե չունեցանք, ժողովրդավարության հարված ասեմ թե չասեմ, բայց ընտրության որակի հարված ունեցանք միանշանակ, որովհետև 18 թվականից առ այսօր մենք ամեն հաջորդ ընտրությանը տեսնում էինք ժողովրդի մոտեցման փոփոխություն դրական առումով, այսինքն դեպի վստահության քվե, դեպի գաղափարի քվե, մենք ունեցանք մի հատ հետքայլ դեպի փողի քվե։ Փողի քվե ասածը ունեցավ իր դերը։ Դա մեկ։ Երկրորդը, ընտրական օրենսգրքի առումով մենք այստեղ մի օրենսգիրք չի, այստեղ կա համ սահմանադրության կտոր, համ ընտրական օրենսգիրք, չգիտեմ, կուսակցությունների մասին օրենք, օրենսդրական առումով էլի Հայաստանի Հանրապետության քաղաքացի չես կարող ասել սրկես իրավունքից, բայց ցենզերի առումով կարող էինք ոչ միայն այս ընտրությանից արդյունքների վրա ազդելու, այլ առհասարակ բովանդակային ընտրության գնալու համար կարող ենք եւ պետք է եւ հետագայում էլ բառ այսօր ակտուալ է պետք է ունենանք այնպիսի սահմանափակում, որ բացառենք տեղի ունեցածի կրկնությունը կունենա։
1 օրով Հայաստան այցելել, ընտրություն կատարել գնալ, դա կլինի կամովի, դա կլինի ստիպված, թե կլինի խաբելով էական չի։ Նույնիսկ այն մարդիկ, ովքեր որ օրտար երկրից, չնշեմ որ երկրից բոլորը գիտեն, գումար վերցնելով կամ ստիպված լինելով կամ վախից դրդված խաբել են, ասել են կգնանք կընտրենք ուժեղ Հայաստան, եկել են ընտրել են քաղաքացիական պայմանագիր հակադրվելով իրենց ստիպողին, նույնիսկ այդ մարդկանց քվեն ինքը չպիտի ազդեցություն ունենա Հայաստանի Հանրապետության ճակատագրի վրա։ Սա հնարավոր է օրենքով սահմանափակել։ Նու կարող է այնտեղ կես տարի լինել սահմանափակում, երկում բնակվող մշտական 1 տարի դա քննարկման առարկա է, բայց որ պիտի կարգավորվի, դա միանշանակ է։ Շատ լավ, պարոն Ալբանդ, պարոն Բեջանյանը իմ հարցը իհարկե կանխեց։ Տեսեք, մենք շատ բազմակի ազդեցությամբ ընտրությունների մեջ էինք, որովհետև մի կողմից կար աշխարհաքաղաքական գործոնը, այ պարոն Բեջանյանը նշում է ընտրական туриզմի ազդեցությունը Հայաստանի Հանրապետության ընտրողների վրա, ընտրությունների արդյունքների վրա, նույնիսկ եթե մենք հաշվի առնենք, որ այդ մարդիկ եկան եւ ոչ բոլորը, ովքեր փողով գալիս էին այստեղ ուժեղ Հայաստան ընտրելու, ոչ բոլորը ուժեղ Հայաստան ընտրեցին, միևնույն է, ազդեցությունը մթնոլորտի վրա այնպեսին էր, որ այ հիմա գալու են, ընտրելու են ուժեղ Հայաստանին եւ մենք պետք է գնանք քաղաքացիական պայմանագրին պաշտպանենք։ Արդյոք այդ բլեֆի էֆեկտը նաեւ քաղաքացիական պայմանագիրը չօգտագործեց, չարգելելով ընտրական туриզմը, որովհետեւ միանշանակ է, որ մենք ամենայն դեպս մի տարուց ավելի խոսում ենք հիբրիդային պատերազմի մասին Ռուսաստանի նախաձեռնած այստեղ հեղաշրջում անելու նպատակով, անգամ եվրոպական կառույցներին էինք դիմել աջակցության հիբրիդային պատերազմի մարտահրավերները հաղթահարելու համար եւ այնուամենայնիվ օրենսդրական փոփոխություններ չեղան, որովհետեւ դեռ գործող խորհրդարանի համար մեկով մեկ էր օրենսդրական փոփոխություն անել եւ ընտրական ցանց սահմանել, որ քվեարկության իրավունք ունենային քաղաքացիները, որոնք վերջին 1 տարին բնակվել են Հայաստանի Հանրապետությունում։ Դա կարծում եմ մեկով մեկ էր եւ շատ հանգիստ քաղաքացիական պայմանագիրը խորհրդարանում այդ օրինագիծը կարող էր անցկացրել։ Մյուս կողմից կա նաեւ մեկ այլ ֆենոմեն։ Տեսեք, 2015 թվականից մենք փոխել ենք սահմանադրությունը եւ անցել ենք խորհրդարանական կառավարման, բայց ոնց ուզում եք վերցրեք, ընտրությունները գնում են դեռ նախագահականի տրամաբանությամբ։ Մարդիկ գնում են, ընտրում են ոչ թե գաղափարը, որը կարող է անգամ 5 քվե ստանալ, բայց գոյության իրավունք ունի, այլ գնում են եւ ընտրում են պոտենցիալ հնարավոր հաղթողին կամ նրան, ում հաղթանակը համարում են պետության համար, իշխանության համար կարևորագույն քայլ։ Եվ նախքան հարցին պատասխանելը ես ուզում եմ այնուամենայնիվ մենք արձանագրենք Ռուսաստանի Դաշնության մեծագույն պարտությունը, որովհետև Հայաստանի Հանրապետությունում հեղաշրջում տեղի չունեցավ։ Այս բոլոր շարժումները 2020-ից առաջ, 2020-ից հետո սկսած լաոներով, դիմադրության շարժումներով, հոգևորականների սառեցված տաքացած հոգևորականների եւ այլնի ներգրավումով, հայկական Իվանիշվիլու տարբերակով այնուամենայնիվ որևէ հաջողություն չունեցան եւ սա իսկապես նաեւ հանրապետություն կուսակցության հաղթանակն է, որովհետեւ ինչ այդ մասին մենք անverջ ենք խոսել, որ Հայաստանի Հանրապետությունում գերագույն արժեքը պետք է լինի ինքնիշխանությունը։ Հիմա 21 թվի պատկերը մենք չպրոյեկտեցինք այս ընտրություններում ձեր գնահատականով։ Այո, նախ Սեմ 100%, ես իբր Հանրապետություն կուսակցության անդամ, գիտեք Հանրապետություն կուսակցությունը լավ ամենաարևմտամետ կուսակցություններից է, ամենաարևմտամետն Հայաստանի մեջ, եւ ես բարդ կհամարեմ նախ շնորհավորել։ Ընտրությունները դեղի ունեցան, հետ մնացին, բայց շատ են։ Օրինակად ընդրը դեղամասը, որ ես իբր վստահված անց ներկայացավ մինչև վերջին վարյանը, 2 թիդորտ կային Եվրոպայից, որ պրոցեսը վերջացավ, մենք խոսեցանք, գսինչ է ձեր կարծիքը, սին շատ թափանցիկ ամեն ինչ տեղին էր, բայց ստեղ շատ մեծ հակասություն կա Տիգրան Աթամյան, խորհրդարանները ընդհանրապես ժողովրդի գամքը գարտացել են, իսկ մեր խորհրդարանը թշպախտաբար դարբեր մանիպուլյացիաներ եղան եւ ժողովրդին գամքը չարդահայտված։ Ես չեմ գնա Ռամոզի, որ այս խորհրդարանը 9-րդ դեպս խորհրդարանը Հայաստանի Հանրապետության ժողովրդի գամքը չարդահայտեց, չարդացոլվեցավ։ Այստեղ գային վախի մթնոլորտը, pedagogical պաշտպանության նորմալ ռեակցիան կար այստեղ։ Այդքան միջամտումը շատ էր, որ ռուսական հիբրիդային պատերազմի, որ ժողովուրդը
ինչպես օրեսի չկնած չկվերգեց գաղափարին, այլ գնաց կվերգեց հանուն pedagogian շնորհակալ եմ իսկապես մեծ բայկար էր Հայաստանի Հանրապետություն այստեղ իր pedagogiությունը բրգեց երկրորդ անգամ լալով շատ կարևոր է այդ մեկը բայց անշուշտ իշխող ուժին այս մեկը շատ ծերնդու էր ինքը գարզեք թե մասնակետը դարձերը իրեն համար հadoop ընտիմություն ցեղագերվելու իրեն ծերնդու ընտիմություն իհարկե ինքը շինիչ այդ առաջատներ ներկայացնող ընտիմություն Երևի գխուսապի չսեմ ավելի ծանր բան գխուսապի վրա այդպիսի ինտիմություն ներկա խորհրդարանի մեջ իր մեծ առաջարկներով Հայաստանի Հանրապետությունը շատ արագ կայելով թեւի ուրիշ ֆազ դեղափոխելու իրեն համար ծերնդի երևի այսպես շիշներով ինտիմություն հայող ինտիմություն Ղարաբաղի դրոշակներ դնկող եւ միան փամփասանքին դրություն ինտիմություն Իսկ ես մեկ բան գուզեմ ասել, բացմություն հիշելու է Տիգին Աթամյան Հանրապետություն գուսական խիզախությունը։ Ոչ մեկը խիզախություն չունեցավ կենտրոնական դրական հաստատժողով ներկայացնելու փողոք, որ ինչ կգդարվի Հայաստանի մեջ փողով դուրսեն ինչպես որ դուգուսիկ տուրիստական ընդրության ներկայացեն անպայման պետք է օրենքի շրջանակներում մեջ ասում եք խելամիտ ժամկետներում մեջ Հայաստանի Հանրապետության մեջ բնակվող ժողովուրդն է որ միան իրավունք պիտի ունենա ընդրության մասնակցելու դուրսեն եկողը չի գնար տեսեք այսպիսի պրակտիկի մեջ եղած են վերջերս օրինակ քանի տարի առաջ մեր հարևան երկրներում եկում են նոր ընդրություններ գային իսկ ավելի վատը որ դեռ դուրսը բնակվողները ընդրեցին եւ այդ երկիրը որ պիտի անցներ ժողովրդարական ես Թուրքիայի մասին գսեմ Թուրքիան Էրդողանը այդպեսի լավ խաղացավ եւ Թուրքիան Էրդողանը եթե այսօր իշխանության վրա է Թուրքիային դուրս եղող ցայներու շնորհիվ է որ ընդրության վրա է պատկերացեք այդ երկրներում մեջ որ մարդիկ կփնակվին ժողովրդար երկրներում է դիկտատորի ցայն դվին Այսինքն Հայաստանի Հանրապետության երևի կարևոր պետք է երկրորդ անգամ շեշտվի, ով որ Հայաստանի Հանրապետությանն դուրս կփնակվի, արդեն օրենքով ամրագրված է, բացարձակապես տախ իրավունք չունի Հայաստանի Հանրապետության մեջ դեղի ունեցող process-ներում ինքը քիթը գող է Եվ այդ մարդիկ որ սերենք թե ինչպես որ բարոն Բեջանյանը սա վերջին 6 ամիսը կամ 1 տարին խելամիտ ժամկետներում մեջ բնակվող մարդիկ միան իրենք իրավունք ունի գլան երբ քաղաքացի են կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացի են այդ մարդիկ որ ամեն առավոտ գարտնան իրենց գխաչագնքեն եւ իրեն դուներեն դուրս կերեն Հայաստանի մեջ այդ մարդիկը միան իրավունք ունին Հայաստանի Հանրապետության ջավեդակիրը որոշելու եւ վերջ Տեսեք, ընդդիմությունը երկար ժամանակ համարյա անդադ խոսում էր ատելության, թշնամանքի, չգիտեմ ինչի մթնոլորտի մասին, բայց հենց միայն այն հանգամանքը, որ Ռուսաստանի Դաշնությունից այստեղ բերվում էին մարդիկ քվեարկությանը մասնակցելու, դե ֆակտո թշնամանքի, ատելության, մթնոլորտի խորացում էր, որովհետև որևէ մեկս էլ չենք կարող թաքցնել այն հանգամանքը, որ մենք համաձայն չենք, որ դրսում ապրողները գան, որ այստեղ որոշեն մենք ինչ Ընթացք պետք է ունենանք թե իբրև անց, թե իբրև պետություն։ Ինքը Ացեն ծերնդի էր այդ բահիրեն, համար որ վախի մտնորոդ առաջանա, մարդիկ երտան, ասինքն գիտեք ինչքան նորմալ ուժերու ցայնը արդեն մոբիլիզվեցավ ուրիշ իշխանության քվեներու մեջ։ Այսինքն պաշտպանական ռեակցիա էր այդ մեկը, իրենց համար ծերնդու բահ էր այդ մեկը, որ վախի մտնորոդ առաջանա, մարդիկ կանցեն pedagogiությունը վտանգված է, ինչպես որ 2021-ին, 2021-ի ընդրությունները ավելի գարզոր ավելի փոփոխ միջավայրի մեջ էին, բادرամից դուրս ելած, այդտեղ իրական ցավ գար, իսկ այստեղ իսկական քաղաքանացված էր, իսկական մեծ թատրոն էր։ Եվ որոշ իշխողության համար շատ ծերնդու միջավայր էր այդ մեկը։ Ինքը թիդեց մի անտիդորտի Եվ նույնիսկ իրենք ընթաց չդվին անշուշտ արտահայտության բնակավարի մեջ կմներ գետրոնական ընդրական հաստատժողովը չթողնան չփոխանցեց եւ մերժեց այսինքն բացմություն հիշելու է այս մեկը Այսինքն կենտրոնական ընտրական հանձնաժողովը անգամ իր լիազորությունների շրջանակում վճիռ չընդունեց եւ կարող էր 1 ժամում փոխել ընտրությունների ընթացքը Եթե ուժեղ Հայաստանի գրանցումը կասեցվում էր եւ ուժեղ Հայաստանը չէր մասնակցում ընտրություններին, բացարձակապես այլ խորհրդարան էինք ունենում։ Եվ այդ փաստը ես կարծում եմ դեռ 5 տարի այս 9-րդ գումարման խորհրդարանի գործունեության ողջ ընթացքում այդ հարցը գոյության իրավունք է ունենալու, թե ինչու այդ քայլին չգնացին, որովհետեւ միանշանակ է որ
Ընդդիմությունը ընդհանրապես չի ճանաչում, ոչ լեգիտիմ է համարում ընտրությունները, ընտրության արդյունքները չի ճանաչում, պատրաստվում է ԿՀ դիմեցին, փորձում են դիմել նաև սահմանադրական դատարան, կդիմեն թե չեն դիմի, չգիտեմ, ամենայն դեպս Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ուժը հայտարարել է, որ դիմելու են, բացի դրանից պատրաստվում էին նաև փողոցային շարժման, չնայած բացառվում է, որ փողոցային շարժման գնան այն մարդիկ, ովքեր նույնիսկ փողով իրենց ձայն են տվել, որովհետև դա լրացուցիչ վճար է, նրանք փողով էլ պետք է փողոց դուրս գան, ամենայն հավանականությամբ առանց անմեղության կանխավարկածները, այսպես ասած, շոշափելու։ Եվ մենք ստանում ենք մի պատկեր, որ այս խորհրդարանում 9-րդ գումարման խորհրդարանում դարձյալ գնալու է նույն խոսույթը։ Մեկը մեկին անվանելու է Արցախ հանձնած Հողատու դավաճան, մյուսն էլ անվանելու է կաշառակեր, ընտրակաշառակեր, չգիտեմ, ընտրակաշառատու եւ այլն եւ այլն եւ այլն։ Հիմա սա որքանով է այս ընտրությունը, որքանով է նպաստում Հայաստանի Հանրապետության զարգացմանը, որքանով է նպաստում Հայաստանի Հանրապետության առաջ դրված մարտահրավերներին, եկեք ընդունենք նաև այն հանգամանքը, որ այնուամենայնիվ մենք ունենք տրիպ, մենք ունենք Եվրամիության անդամակցության գործընթաց, այդ օրենքը, որը ընդունվեց 2024-ին համաժողովրդական նախաձեռնությամբ ստորագրահավաքի շնորհիվ, որևէ մեկը չի բեկանել։ Արդյոք այս խորհրդարանը, որը ձևավորվեց առանց արևմտամետ որևէ ուժի, այս խորհրդարանը, որը ձևավորվեց քաղաքացիական պայմանագիր եւ Կրեմլի վկաներ սխեմայով, կշռակած չի լինելու կախված պետության պարանոցից, որովհետև դե ֆակտո մենք ստացանք մի իրավիճակ, որ քաղաքացիական պայմանագիրը գերադասեց կուսակցական շահը պետական շահից, որովհետև պետության շահը պահանջում էր ընտրությունների թե օրենսդրական փոփոխություններ, թե դատական համակարգում որոշակի փոփոխություններ, մենք չարեցինք քաղաքացիական պայմանագիրի իբրև իշխանություն, չկարողացավ այնպիսի մթնոլորտ ձևավորել երկրում, չկարողացավ կրկնում եմ օրենսդրական փոփոխություններով իրավական դաշտում չլուծեց այն խնդիրները, որոնք փոխելու էին ընտրությունների պատկերը։ Հիմա պարոն Բեջայան, հարցը խնդրում եմ դուք պատասխանեք հարցին, արդյոք այս հավաքական ընդդիմությունը շարունակելու է նույն գործընթացը եւ այս հավաքական ընդդիմության միասնական ղեկավար Կրեմլը չի փորձելու այնուամենայնիվ Հայաստանի Հանրապետությունում հասնել հեղաշրջման այն տարբերակին, որը 20-ից առ այսօր ձախողվում ու ձախողվում է։ Խոսում ենք հունիսի 8-ից հետևա կյանքի մասին, քաղաքական process-ի մեջ մասնակից ցանկացած անձ դա գիտի, որ քարոզարշավացվածը չի ավարտվում։ Քարոզարշավացվածը ունի пассив ու ակտիվ փուլեր։ Նախընտրական քարոզարշավը ակտիվ փուլն է, ավարտեց մտանք пассив փուլ։ Գնային քաղաքական process-ները գնում են, Կրեմլի նպատակները շարունակում են մնալ նույնը, կատարողները մնում են նույնը, աշխատելու են նույն ուղղությամբ։ Այստեղ ոչ մի փոփոխություն չունենք։ Բայց նախորդ հարցի մասով կուզեի մի փոքր անդրադարձ կատարել եւս, տեսեք, մենք ասում ենք, թե ովքեր անցան ազգային ժողով, ինչ պատկեր ունեցան ազգային ժողովում, ու պնդում ենք, որ ազգային ժողովը պիտի արտացոլի քաղաքացու ներկայացուցչական մարմին լինի ներկայացուցչական մարմին։ Կան միջազգային փորձ կան զարգացած պետություններ, որտեղ նույնիսկ շեմ հասկացողություն չկա։ Օրինակ, մենք կարող ենք, ինչպես օրենքով կարգավորվող կնոջ կվոտա 33% շեմազգային փոքրամասնության կվոտա, նույն կերպ ունենալ մեր, չգիտեմ, 100 պատգամավորից պայմանական 20-ը շեմ չէ, 5% շեմը չհաղթած, էլի պայմանական թվեր եմ ասում, հիմա ոտքի վրա, 5% շեմը չհաղթած կուսակցությունների համար բաշխված դիրույթ, որտեղ որ շատ քիչ հավաքած քվեհավաքած կուսակցությունները ունենան, ասենք, մեկ պատգամավոր, բայց այն քաղաքացին, որ գնացել իր ձայնը տվել է այդ կուսակցությանը, ինքը գոնե մեկ ներկայացուցիչ ունենա ազգային ժողովում։ Արդյոք այս պարագայում, նույնիսկ եթե մնացած 80-ով լինի մեծամասնություն, էլի այս արտաքին ուժերի ազդեցություն, այդ ամեն ինչը շարունակի մնալ, մնացածը գոնե չեն կորի ու կունենան հնարավորություն զարգանալու, ավելի արագ զարգանալու։ Հիշատակեցիք ստորագրահավաքը, չլինելով ազգային ժողովում պրոցես արա կուսակցություն, ով կարող է պրոցես անել,
կա այդ կարգը, բայց եթե ինքը ունենա գոնե մեկ ներկայացուցիչ parlamentum, արդյոք ավելի արագ ու արդյունավետ չի անի։ Այլևս ստորագրի հավաքի անհրաժեշտություն չի լինի եւ ինքը կարող է նման Նույնիսկ եթե լինի, միևնույն է, դա եւս մի քայլ է դեպի այդ շատ չաչկված ժողովրդավարությունը։ Ինչ վերաբերվում է արդեն իսկ ունեցած 9-րդ մեր հասկային ժողովին, որ առանձնապես ոնց որ ութից չի տարբերվում, միանշանակ շարունակվել է ռուսական ինչ ասեմ, ռեպրեսիա ասեմ։ Երևի թե համապատասխան բառ է, դա կարտացոլվի քաղաքական տնտեսական ռեպրեսիաներ, պատերազմի էլեմենտներով, տնտեսականի առումով կարծում եմ մենք հիմա կունենանք մի քիչ թուլացում, որովհետև այդ հենց пассив ակտի շրջանով պայմանավորված մեկ ամիս առաջ շատ ավելի ակտուալ էր այդ ուժած ճնշումը, որ կոնե մի քանի ձայն ավել ժողովրդի վրա ազդեց վախի մտնորդ մի քիչ ավելի մեծանա, մի քիչ ավելի քվե։ Այս փուլում անիմաստ է, որովհետև այդ տնտեսական իրենց կողմից ձևակերպած բաժամիջոցներից իրանք իրեն տուժում անիմաստ է։ Այստեղ շատ ավելի կարևոր թե ինչպես կվարվի քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, այսինքն ազգային ժողովում մեծամասնություն կազմած կուսակցությունը, իշխանությունը ինչպես կվարվի թրիպի հետ, ինչպես կվարվի Եվրամիության անդամակցության process-ի հետ, ինչպես կվարվի աշխարհի վրա եղած մյուս պետությունների ու Հայաստանի Հանրապետության հարաբերությունների հետ, որովհետև մենք անդադ պնդում ենք Ռուսաստան իր շահը միշտ սպասարկել է, փորձելու է ամեն գնով իր համար թույլատրելի, իսկ իր համար սահմաններ չկան, թույլատրելի բոլոր հնարավոր մեթոդներով Հայաստանը պահել իր լծի տակ։ Դրանից ազատվելու միակ տարբերակը այլ պետությունների հետ ազնիվ փոխշահավետ համագործակցությունն է։ Այդ բաղադրման նոր մենք կունենանք արդեն հարթություն, որտեղ կարող ենք նաև Ռուսաստանի հետ նմանատիպ հարաբերություններ ձևավորել։ Կկարողանա արդյոք այդքան քաղաքական կամք դրսևորել քաղաքացիական պայմանագրի կուսակցությունը, որից 5 տարուց հետո ունեցանք նորից նույն կերպ նույն տեսքի պարլամենտ, այս նույն պարլամենտով նույն տեսքի պարլամենտով կկարողանա գնալ այդ ճանապարհով, թե չի կարողանա գնալ, թե այդ ամեն ինչը նախընտրական էր։ Այստեղ է թաքնված շանգլուխը ու այն նույն նախընտրական կառույցთან պոպուլիզմի սխալը, որ արեցինք, որ եթե չանենք այդ պոպուլիզմի սխալը կարող է ժողովրդի տպավորությանը, բայց եթե մենք գնում ենք այդ ճանապարհով, մենք իբրև գաղափարակից Հայաստանի Հանրապետության զարգացմանը պարտավոր ենք այդ մասով աջակցություն դնել, իհարկե պարտավոր ենք, որովհետև նույնիսկ ես խոսում եմ մի քվե, 1-2 անձի քվե 15808 անց համարում է, որ հանրապետություն կուսակցությունը Հայաստանում անելիք ունի ու այն գաղափարախոսությունը, որով մենք առաջ ենք քաշում, դա իրոք Հայաստանի Հանրապետության զարգացման ծրագիրն է։ Ու առնվազն 15808 անձի դիմաց ունեցած պարտավորությունը մեզ ստիպում է ազգային ժողովում ցանկացած Հայաստանի Հանրապետության զարգացման միտված նախագիծ կամ ծրագիր գովաբանել ու աջակցել ամեն գրով։ Տեսեք, ընտրությունների բովում աննկատ մնաց, գրեթե աննկատ մնաց կամ ըստ արժանվույն չգնահատվեց այն հանգամանքը, որ երբ Ռուսաստանի Դաշնության Ռոսխոզ, չգիտեմ ինչ նadzորը անվերջ հայկական գյուղմթերքները արգելում է, Եվրամիությունը միանգամից բացեց դռները, եւ Եվրամիությունը դարձավ այն ուժը, որը կարող է իսկապես Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացումը արագացնել։ Այ Եվրամիության այդ քայլով այն ամբողջ գործընթացը, որի մասին մենք գրեթե 5 տարի խոսում էինք, որ պետք է Եվրամիության 500 միլիոնանոց շուկայի հետ աշխատել, այն լոգիստիկան, որ պետք է լոգիստիկ նոր կապերի մշակումը պետության խնդիրն է եւ համենայն դեպս խորհրդարանում Տիտղոսային ընդդիմությունը առ այսօր բղավում է Եվրոպան փակել է դռները, իսկ արդյոք Եվրոպայում մեզ սպասում են, ես վստահ եմ, որ եւս 5 տարի այդ խոսույթը շարունակելու է ու հայտարարելու Եվրոպայում մեզ չեն սպասում, Եվրամիության անդամակցությունը մեզ չի սպառնում, Եվրաչափանիշներին մենք երբևէ չենք համապատասխանելու եւ այլն եւ այլն եւ այլն, Իրանն է մեր անվտանգության երաշխավորը։ Լավ, ծայրահեղ դեպքում ասենք Չինաստանը։ Ոնց ենք գլուխանելու այս ամեն ինչից, որովհետև ակնհայտ է, տեսեք, Եվրամիությունը իսկապես մեզ սպասում է, ՆԱՏՕ-ն իսկապես մեզ սպասում է եւ դա արձանագրվել է բարձրագույն մակարդակով։
Գուցե նաև այն խորհրդաժողովները, որ մայիսի սկզբին տեղի ունեցան Հայաստանի Հանրապետությունում, Հայաստանի Հանրապետության միջին վիճակագրական ընտրողին վերակողմնորոշեցին այն ընտրողին, որ 15808 որակյալ փոքրամասնություն էր, շատ ավելի շատ կարող էր լինել, եթե չլինեին այդ խորհրդաժողովները, որովհետև այդ խորհրդաժողովներն էլ կողմնակիորեն ազդեցին այն իրողության վրա, որ գնանք ձայն տանք ԿՊ-ին, որովհետև տեսեք ԿՊ-ն մեզ տանում է դեպի Եվրամիություն։ Արդյոք ԿՊ-ն այս ընթացքով մեզ տանում է դեպի Եվրամիություն, եթե ԿՊ-ն իր օրակարգում դրել է հավասարակշռման քաղաքականությունը, ԿՊ-ն իր օրակարգում այդ պատմական բալանսավորումից զատ դրել է տարածաշրջանայնացման քաղաքականությունը, մենք ստանում ենք էլի հերթական կոգնիտիվ դիսոնանսը, թե մենք ստանում ենք անշեղ ընթացք դեպի Հայաստանի Հանրապետության զարգացում, որովհետև ինչ, բայց ամենայն դեպս եւս 5 տարի Ադրբեջանն այսպես փափուկ բարձ չի դնելու գլխի տակ ու չի ասելու դե լավ Հայաստանում այս գործընթացները որ գնում են ես չզինվեմ, տնտեսությունս չզարգացնեմ, ոչինչ չանեմ, սպասեմ։ Բնականաբար չի լինելու այդպես։ Եվ մենք 5+5 10 տարի կորցրած ժամանակ ենք ունենալու այն պարագայում, երբ Ադրբեջանը համենայն դեպս արդեն Եվրամիության հետ, Եվրամիության նախաձեռնությամբ սկսել է ինտեգրացիոն գործընթացները։ Տրիպի շրջանակներում Ամերիկայի Միացյալ Նահանգների բարձրաստիճան պաշտոնյաները հանդիպում են Ադրբեջանի պաշտոնյաների հետ։ Այսինքն գործընթացը աշխարհում անկախ նրանից մենք այստեղ կտարածաշրջանայնանանք, թե ինչ կանենք, աշխարհակաղակական գործընթացները շարունակվում են։ Մենք պետք է այդ ուզենք չուզենք, պետք է այդ որակին համապատասխանենք։ Թե չէ։ Որակին համապատասխանելու տնտեսական առումով ձեր ասածը արդեն պրակտիկ գործողություններն են, կրկնում եմ, այստեղ առաջնայինը քաղաքական կամքն է։ Իհարկե, եթե ունենք բովանդակային այլ ազգային ժողով, շատ ավելի հեշտ կլիներ այդ քայլը անել, ու մենք շատ ավելի վստահ կպնդենք, որ կազդենք է դրա վրա, բայց այսօր էլ պետք է անենք ու հնարավոր որ ասում ձերքը պուրսին պահել չէ միայն, այսօր պիտի ճնշումը պահենք։ Այն 60,000 հոգին, ովքեր որ այդ փաստաթուղթը ստորագրել են, այդ ստորագրավակի մասնակցած մարդիկ 64,000 մարդիկ եթե հասկանում են, որ հետ քայլենք մենք փորձում անել, իրանք դառնում են 600,000, այդ 600,000 կարող է ճնշում գործել։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն այն կուսակցությունը, ով հասկանում է ժողովրդի ուժ ասածը։ Ու այդ հետ քայլը ինքը ոչ թե ինչ-որ մեկի վախից, այլ այդ ժողովրդի կամքից դրդված պիտի անի։ Հետ քայլը չանի ներողություն։ Այս լավ ու ձեր ասած որակին համապատասխանելը դա արդեն տեխնիկական հարցն է, որ մենք այսպես տեմպես անելու ենք, այստեղ նորից եմ ասում, քաղաքական կամքի խնդիր է։ Կարողանալ այս իրավիճակում առաջինը ինքը իրեն, հետո Հայաստանի Հանրապետության քաղաքացին, հետո նոր մեզ ապացուցել, որ այսքանով հանդերձ միևնույն ինքը այդ չի կանգնի, այդ ստորագրած փաստաթղթերից կգնա առաջ ու այդ որ այսքան պնդում ենք 5+5 կորցրած դանդաղ ենք գնում, գոնես երկրորդ 5-ում տեմպը կարագացնի ու կկարողանա գոնե հայ-ադրբեջանական ռազմական բալանսի ռազմական եւ ոչ միայն տնտեսական, տնտեսականը պիտի մենք ավելանցնենք։ Գոնե հայ-ադրբեջանական ռազմական բալանսի առումով բերել բալանսի։ Դա 5 տարի հետո մեզ կտա հնարավորություն ունենալ որակապես այլ ընտրություններ, այլ պետություն եւ այլ, բայց այս փուլում առաջնայինը նորից եմ կրկնում քաղաքական կամքն է։ Ես հույս ունեմ, որ կդրսևորի։ Հակառակ պարագայում նորից եմ ասում, մենք ունենք դեռ այդ ուժը, որ այդ 60,000-ը 600,000-ի վերածելու։ Տեսեք, հունիսի 19-ին Ժնևում նախատեսված է ստորագրել Ամերիկայի Միացյալ Նահանգներ Իրան, չգիտեմ խաղաղության ասեմ, թե ինչի ասեմ, համաձայնագիրը, թե միջուկային համաձայնագիրը 4 օր կա, այսօր ամսի 15-ն է։ Եվ ակնհայտ է, որ որոշ պետություններ բոլոր ջանքերը գործադրելու են համաձայնագրի ստորագրումը ձախողելու համար։ Մինչդեռ թե Եվրամիությունը, թե շատ արևելքում գտնվող շատ պետություններ, այդ թվում նաև միջնորդները, Թուրքիան, Պակիստանը ողջունել են նախաձեռնությունը, հաղթել են տարածաշրջանում վերջին կոնֆլիկտի հաղթահարման հաջողություն։ Հիմա
Արդյոք Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իրանի հետ այդ համաձայնագիրը կկայանա եւ այդ համաձայնագրի ստորագրումը որքանով է տարածաշրջանում նպաստելու նաեւ Հայաստանի դերի բարձրացմանը, որովհետեւ ակնհայտ է, որ տրիպը կապված է նաեւ Իրանում զարգացումների հետ։ Դեսեք, եթե կա Վիկտորիգոն նշանավոր խոսք ունի, ասում եթե քաղաքարներ հասունան պետք է դառնան իրականություն։ Հիմա գարձեմ բահը եկած է, հիմա Ժենևի մեջ ուրբաթ նախաստորագրումն է եւ 60 օրվա ընթացքին ինչ որ բանակցություններ դեղի պիտի ունենան, բայց այստեղ խանգարող ֆակտոր ինչպես որոսիկ Դիգինաթամյան, միշտ խանգարող ֆակտոր այստեղ հadouk երկիր կա, որ ինքը չի ուզում այդ համացանությունը գայանա, մեկնացիր երկրի շահերից Իսրայելի մասին է խոսքը, շարունակում էր ըմպագոզել Բեյրութը, Լիբանանը։ Ես կարծում եմ, որքան Իսրայելը ինքը Ռուսաստանը։ Ռուսաստանը իհարկե, Ռուսաստանը անպայման, որովհետև դա Ռուսաստանի շահերին բացարձակապես հակասող է եւ գուցե նաեւ դրանով է պայմանավորված Լավրովի եւ Իրանի անդադ բանակցությունները, պերմանենտ բանակցությունները։ Նույնիսկ Լավրով Ֆիդան գարձեմ այդտեղ Թուրքիան ինքը իր տերը, որ Թուրքիան իսկական ցերունդի է։ Իրան-Ամերիկա համասանություն կնշանակե նախ հաստորակրում կնշանակե, որ թրիփ պիտի ակտիվանա, թրիփ իսկապես ապահով պիտի դառնա, կարող է նույնիսկ Իրանը ապակային թրիփի միանա, Իրանը իր գազը, իր նավթը ճանապարհով դեպի Եվրոպա գրկի, ամեն ինչ հնարավոր է, ամենակարճ ճանապարհն է։ Տեսեք, դուք հիշատակեցիք Լավրով Ֆիդան հանդիպումը, թեպետ օրակարգը հստակ չի, բայց ես կարծում եմ Լավրովը այնուամենայնիվ վերջին ջիքերն է գործադրելու, Ֆիդանին համոզելու հայ-թուրքական սահմանը որևէ պարագայում չբացել, որևէ պարագայում Հայաստան-Թուրքիա դիվանագիտական հարաբերությունները չվերահաստատել։ Բայց Արդյոք Թուրքիան հիմա որևէ դույզնինչ ցանկություն կամ չգիտեմ նպատակ ունի Ռուսաստանին լսելու։ Թուրքիան ընդհանրապես կհեռանա Ռուսաստանից, անշուշտ Թուրքիան բալանսավորած քաղաքականություն գվարի, բայց Թուրքիան վերջ-վերջո ՆԱՏՕ-ի մեկ անդամն է։ Մենք չմոռանանք հուլիսի 7-ին եւ 8-ին ՆԱՏՕ-ի կակատնաժողով դերվի դրան Անկարայի մեջ, գասկածելի էր ֆլու էր նախագահ Տրամփի մասնակցությունը կամ ոչ, անցած հաստատվեցավ, որ նախագահ Տրամփ պիտի այցելի։ Այսինքն այդ մեկ բան է, կարևոր դվյալ է։ Ես կգարձեմ, որ Հայաստանի Հանրապետության սահմանի հետ բացումը այո շատ կարևոր նշանակություն ունի, բայց Թուրքիա Ռուսաստան, ինչպես որ դուք նշեցիք, Թուրքիա միջնորդ երկիր է Իրան, Պակիստան, Կատար, Օման, Թուրքիա բոլորը այսօր ողջունեցին, իրենք պիտի Թուրքիայի ճանապարհով պիտի փորձեն ինչ որ խանգարել այս հարցերը, բայց կգարձեմ, որ արդեն ռուսական այդ Ռուսաստանի իր ուկրաինական ջահիջի մեջ է, արդեն Ղրիմը լրիվ գիզոլացվի, նույնիսկ այսինքն ընդհանրապես դեպի Ղրիմ ոչ մի մտագարարում դեղի չունենար, գամուշները փակ են, այսինքն վտանգավոր դրություն է, նույնիսկ Դոնբասի մեջ Ռուսաստանը իր զինվորական այդ մտագարարումները կդժվարանա հաղթնել իր դեպի ճակատ, ուր մնաց Թուրքիայի վրա, Եվ ակնհայտ է, որ Ուկրաինան ավելի շատ տարածքներ է ազատագրել, քան նվաճել է Ռուսաստանը, ամենայն դեպս վերջին մեկ ամսվա կտրվածքով։ Շատ ակտիվ ծավալ Անգլիան արդեն ատքոն միջգմիչամետ է, այսօր երեկ իմիջայելոց մանշի վրա անգլիացիները մանշ ձովու վրա ռուսական այդ ստերային նավեր արգակնեցին, որ դեպի պետրոլներ գուղարկեին, այդ ջանաբաններ պագերու են, մանշով իրենք ուզում էին Բալտիկ ծովով դուրս գային, այսինքն Ռուսաստանը ամեն ծևով ճնշման դակ է, այսինքն այդ Ռուսաստանը չէ, որ ես կգարձեմ, որ մենք Ռուսաստանին իր չափեն ավելի կմեծնենք մեր աչքին։ Ռուսաստանը իսկապես դեսեք հիմա գիտեք Ռուսաստանի վիճակը ես ինչի գնացեմ Դիգին Աթամյան։ Մենք լավ ենք 1985-ին, երբ որ 79-ին գներեք Սովետ միություն Աֆղանստան մտավ եւ 85-ին դուրս եկավ Աֆղանստանից ուրիշ երկիրեր արդեն ադիգա արակացուց Սովետ միության կայքայումը ես հիմա կգարձեմ արևմուտքը ամեն ինչ պիտի գնե Ուկրաինայի մեջ որ Ռուսաստան Ուկրաինայից դուրս գա այս Ռուսաստանի ֆեդերացիա անունով երկիր այլևս գոյություն չունենա կայքայվի 14 երկիրներ Այսինքն պաշտամին ազանցին աս մեծ ֆեդերատիվ երկրից ես կգարձեմ բոլոր արևմուտքի հերավոր նպատակը այդ է Չեմ կարծում որ արևմուտքի նպատակը դա է որտեղ թե արևմուտքի նպատակը դա լիներ վաղուց դա իրականացված հակառակ այդ ձեր ասած տրոհված մասնատված Ռուսաստանը շատ ավելի մեծ խնդրեմ կարող է դառնալ արևմուտքի համար քան հիմա է իբրև միասնական պետություն բայց մեր խնդիրը ես չեմ կարծում դա ես կարծում եմ մեր խնդիրը այնուամենայնիվ Ռուսաստանի Դաշնության հետ նորմալ իրավահավասար հարաբերություններ ունենալն է որովհետև մենք
չենք կարող Ռուսաստանի Դաշնության քաղաքականության վրա ազդել, բայց մենք իրավունք ունենք մեր շահերը պաշտպանել եւ մեր շահերից բխող քայլեր անել։ Անկախ նրանից Ռուսաստանի Դաշնությունը դրանք արձագանքի իր տնտեսական միջոցներով, իր քաղաքական ճնշումներով, պատերազմի սպառնալիքներով, վերջապես կասի դուրս եկեք հապկից, անդամավճար չեք մուծում, ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց կդնի թե ինչ։ Գիտեք, այդ բոլոր գործընթացները վաղուց արդեն 20-րդ դարը չի, այդ բոլոր գործընթացները ընդհանրապես արագացնելու են Հայաստանի Հանրապետության անդամակցումը թե Եվրամիությանը, թե ռազմական այլ դաշինքի, որը կարող է ձևավորվել Եվրամիության շրջանակներում, եւ Ռուսաստանում կարծում եմ դա շատ լավ էլ հասկանում են։ Ես Սա է իրականորեն մեկ իրականությունը։ բան կուզեմ, դուք չհասիկ որ հնարավոր է Հական Ֆիդան եւ Լավրովի հանդիպման ժամանակ Լավրովը խանգարի Հայաստանի սահմանի բացումը, անպայման, բայց ես ավելի գիտեք, այս Հայաստանի Հանրապետության այս նոր խորհրդարան ցեղավորող խորհրդարանի պատկերն է, որ պատկերն է նույնիսկ այդ հայ-թուրքական սահմանի բացումը խանգարում է, ուշացնելու է, գնանա չխանգարի, բայց ուշացնելու եցեք, մենք սահմանադրական փոփոխություններ արդեն դժվար որ ԿԲ-ն սահմանադրական մեծամասնություն չունի, արդեն այդ սահմանադրական փոփոխությունները դժվար կյանքի գոչվին։ Ես կգարձեմ, որ այսինքն այս խորհրդարանը որ ցեղավորեցավ 9-րդ խորհրդարանը շատ երկար կյանք չի ունենալու։ Այսինքն մեկնած, եթե իշխող ուժը ասկային ուժը իր գուսակցական ուժեն առաջ դրե, ես կգարձեմ, որ Հայաստանի Հանրապետությունը 2027-ի վերջերը կամ ինչ որ ժամանակի մեջ արդյոք ընդրություններու գերտա։ Մեկնած մեր խաղաղության այս մեծ երազի հետ յետևենի թե գուզենք երթալ իսկան Հայաստանը դառնա խաղաղ երկիր, ես կգարձեմ, որ այս խորհրդարանը խաղաղություն չի բերել, պիտի շարունակվի լարվածությունը, եւ եթե որ իշխող ուժը իր ասկային շահը ամեն ինչ առաջ կտնե, պետք է արդյոք ընդրություններ տեղի ունենան, որոշակի օրենսդրական փոփոխություններ տեղի ունենան եւ այսպեսի խայդարակ խորհրդարան չեն ունենալ ավելի արևմտամետ ուժեր, ավելի առողջ ուժեր այսական գտապանցեն Հայաստանի Հանրապետության խորհրդարան եւ Հայաստանի Հանրապետությունը շատ արագ տեմպերով դեպի Եվրամիություն, դեպի արևմուտք ինտեգրվի։ Եվրամիությունը շատ արագ մոդենա մեզ, մենք ենք հերացողը։ Հավարտ սիրելի ունկնդիրներ, ուզում եմ փաստել։ Հանրապետություն կուսակցությունը կա եւ լինելու է։ Անկախ նրանից, թե ով ինչ քար ունի, ծոցում պահած այս օրերին մեզ վրա նետելով։ Մենք հավերժենք։ Սա հիշեք։ Հիշեք ապագայի համար։ Հիշեք ձեզ համար։ Եվ ես ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել եւս մեկ անգամ 15808 այն քաղաքացիներին, որոնք սա գիտեն, որոնք գիտեն սրտով մտածել։ Եվ հաշվի առեք, ձեր սխալների ուղման ժամանակը շատ կարճ է այն ժամանակը, երբ դուք ունեք ապացուցելու, որ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան պետություն է, կա եւ լինելու է ինքնիշխան պետություն։ Այսօր այսքանը, բարին ընդ ձեզ։